Բարելույս բարեկամներ, մի հետաքրքիր նույնիսկ զավեշտալի դեպք եմ ուզում պատմել, մի գործընկերոջ հետ տեղի ունեցած, ով ինձ պատմել է այդ ամեն ինչը, խոսքը բարձրաստիճան պաշտոնյայի մասին է, ուրեմն նա զանգ է ստանում, մի տղամարդ հեռախոսով ասում է, որ խնդրում եմ օգնեք մի միայնակ կնոջ, ով ունի երեխաներ, տանը ծանր սոցիալական պայմաններ, մեր գործընկերը երկար ժամանակ նրա հետ խոսում է, մի 10-15 րոպե, մանրամասն ամեն ինչ հասկանալով, որ փորձի օգտակարել, բայց մի պահ հարցնում է, իսկ կներեք դուք ով եք, եւ տղամարդը ոչ ավել ոչ պակաս պատասխանում է միանգամից, որ ես էլ ամուսինն եմ, այսինքն միայնակ կնոջ ամուսինն եմ։ Սա իհարկե կարող է ուրախալի կամ զվարճալի թվալ, բայց սա խորը խնդիր է մեր հասարակությունում իհարկե, երբ նաև պետության հետ հարաբերվելիս մեր քաղաքացիները փորձում են իրենց դիրքավորել այս կամ այն խոցելի վիճակում, թեև ակնհայտ է, չէ, որ եթե կինը ունի ամուսին, ապա նա միայնակ չէ, նույնիսկ անկախ նրանից այդ ամուսնությունը գրանցված է, չգրանցված է, եւ նա փոխանակ աշխատելու կամ ինքնուրույն հարցերը լուծելու իր ընտանիքի այտենց փորձում է կնոջը խոցելի վիճակում դնել, որպեսզի ավելյալ օգնություն ստանա, թեև հնարավոր է, որ ընտանիքն էլ օգնության կարիք ունի, բայց ինչ կարիք կա, ասենք սեփական կնոջը ասելու միայնակ կին, այնպես որ այսպիսի դեպքեր են լինում սիրելիներս։